Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, նոյեմբերի 21-ից 22-ը քաղաքասարակության ներկայացուցիչները Բաքվում էին խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում։ Սա պատասխան այց էր Բաքվից, մինչ այդ գիտենք, որ պատվիրակություն էր եկել Հայաստան, եւ ոչ թե ուզում եմ այս հարցը քննարկել, այ ընդդիմության աղմուկը թե ինչ է տեղի ունենում։ Նախ ընդդիմությունը ասաց, որ սա ոչ այնքան քաղաքասարակություն է, որքան քաղաքացիական պայմանագրի հասարակությունն է, Ալիևի բամբերներն են եւ այսպես ամենատարբեր որակումներ, իսկ Իշխան Սաղաթելյանը ավելի հեռուն գնաց, ասաց դա Ադրբեջանում բաց հանդիպում էր սեփական գործակալների հետ։ Եթե այս շահարկումները եւ քննադատությունները մի կողմ դնենք, ինչի մասին են այս խոսակցությունները այն դեպքում, երբ ընդդիմությունը ասում է, որ ըստ էության դեմ չեն իրենք խաղաղությանը, պարզապես իրենք կողմ են արժանապատիվ խաղաղությանը։ Արժանապատիվ խաղաղության շրջանակներում չի տեղավորվում, օրինակ Բաքվի հետ բանակցություններ, փոխադարձ այցեր եւ այսպես շարունակ։ Շնորհակալություն հրավերի համար եւ առաջին թեմայի համար, որից առաջարկում եք խոսել, ես կուզենայի մի քիչ հիմնավորապես կանգ առնեինք այս թեմայի վրա, անկախ նրանից թե ինչ բովանդակությամբ են ընթացել քաղաքասարակության մեր ընկերների, գործընկերների հանդիպումները, ինչից են խոսել, ինչքան օգուտ են տվել, ինչքան օգուտ չեն կարողացել տալ, սա կարևոր է ուշադրություն հրավիրել մարդկանց ուշադրություն է հրավիրել նաև նրա վրա, որ երբ մենք գնում ենք այն ճանապարհով, որ զենքերը լռեն, այդ ընթացքում պետք է խոսեն մարդիկ, պետք է խոսեն քաղաքական գործիչները, պետք է խոսեն քաղաքասարակության ներկայացուցիչները, մտավորականները, լրագրողները, քաղաքագետները, բիզնեսմենները, մենք միմյանց հետ պետք է խոսենք եւ որքան էլ տհաճ լինի, որոշ թեմաների, որոշ վայրերի, որոշ մարդկանց հետ խոսակցությունները, դա հաստատ ավելի տհաճ չի, քան սահմանին հնչող կրակոցները 18 տարեկան զինվորների ուղղությամբ։ Եվ սա մի հարց է, որ յուրաքանչյուր մարդը, որ հանրային հասարակական գործունեությամբ զբաղվում է քաղաքականությամբ առավել եւս ինքը իրան պետքա տա։ Այսինքն ինքը պատրաստ է տհաճությունները կրել բարդ մարդկանց հետ բարդ թեմաների շուրջ սեղանի շուրջ նստած քննարկել, թե ինքը մտածում է, որ այդ գործը այդ տհաճությունը իր վրա, այդ բարդությունը իր վրա պետքա կրի սահմանագծին կանգնած զինվորը։ Մենք ընտրել ենք այդ ճանապարհը եւ մենք վաղուց ենք ընտրել այդ ճանապարհը, երբ որ մենք 2021 թվականին դուրս ենք եկել Քարոզարշավի, նույնիսկ մինչև Քարոզարշավի դուրս գալը 20 թվականի պատերազմից հետո մարզային այցերի ժամանակ մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք այդ բարդ խոսակցությունները, բարդ հանդիպումներ կրել մեր վրա, մեր մարմնի, մեր մաշկի վրա, որը հաստատ ավելի բարդ չի, քան այն, ինչ որ առաջարկվում է, որպես դրա այլընտրանք։ Իսկ ինչ է առաջարկվում։ Խոսակցության այլընտրանքը կոնֆլիկտը շարունակելն է, կոնֆլիկտը շարունակելը ուրիշ ձև չի լինում։ Այդ մարդկանց ասածը, այդ ճակերտավոր արժանապատիվ խաղաղությունը հիմնված է 18 տարեկան երեխաներին, որում սոցիալապես ամենախոցելի խմբերի երեխաների, ժողովրդի երեխաների, որովհետև նրանք ովքեր հասցրել են ինչ որ կերպ խուսափել այդ իրավիճակից, խուսափել են այդ մարդկանց երեխաների արյան վրա։ Ուրիշ ոչ մի բան, որովհետև շատ հասկանալի է, հասկանում եք, ես չպետք է մարդկանց բացատրեմ, որ իրենք հասկանան, շատ հասկանալի է, որ եթե Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ իրենց իշխանություն լինելու պարագայում իրենք չեն խոսելու Էրդողանի հետ, չեն նկարվելու որպես քաղաքական առաջնորդներ Էրդողանի հետ նույն սեղանի շուրջ չեն նստելու։ Իրենց քաղաքասարակությունը չի խոսելու ադրբեջանցի քաղաքասարակության հետ։ Իրենց բիզնեսմենները չեն խոսելու, իրենց ճակերտավոր են, էլի, այս ամեն ինչը, իրենց ժամանակաշրջանի քաղաքասարակությունները չեն խոսելու, իրենց ժամանակաշրջանի բիզնեսմենները չեն խոսելու ադրբեջանցի բիզնեսմենների հետ։ Սրա արդյունքը պարզ է։ Պարզ է, որ եթե խոսակցություն չլինի հակառակորդի հետ, էսկալացիա է լինելու, էսկալացիայի արդյունքը պատերազմ է լինելու, այսինքն այն մնացած բոլոր բաները, որ իբրև թե մենք էլ ենք խաղաղություն ուզում, ուղղակի մեր ուզած խաղաղությունը մի քիչ ուրիշ ձևի խաղաղությունը, իրանց ուզած խաղաղություն կրակոցներով խաղաղություն է, էսկալացիաներով խաղաղություն է, խաղաղություն, որը կլինի միայն իրենց մերձավոր շրջանակի համար, որովհետև իրանք իրենց ապաստանած տեղերում, որը կլինի երբեմն մայրաքաղաքի կենտրոնը, իսկ երբեմն նաև իրենց երեխաների քաղաքացիությունը, հա, երկրի նախագահների մասին մենք գիտենք նախորդ շրջանի երկրի նախագահները իրենց հարցներին երեխա ունենալու ուղարկել են ուրիշ երկրներ։ Դա իրենց երեխաների համար խաղաղ է։
Իրանց երեխաները մեծանալու են մեր երեխաներին հումանիտար օգնություն ուղարկեն։ Դա է իրանց ասած խաղաղությունը։ Ձեր խոսքից ճիշտ հետևություն եմ անում, որ խորհրդարանական ընդդիմությունը առնվազն այսպես ավելի կենսական է, երբ որ կա կոնֆլիկտի բացակայության պայմաններում ըստ էության իրենք չեն կարողանում գոյություն ունենալ, եթե կարելի է այդպես անվանել։ Երբ որ մենք ասում ենք, որ երրորդ հանրապետությունը հիմնված է եղել կոնֆլիկտի տրամաբանության վրա, այդտեղ ոչ մի չափազանցություն չկա եւ այդ կոնֆլիկտի տրամաբանությունը մի ամբողջ ենթակառուցվածք ունի։ Իր ինստիտուտներով, սփյուռքի գրասենյակներով, ագնեի talking point-ներով, ամբողջ ակադեմիական համակարգով, հետազոտական համակարգով, քաղաքական համակարգով, կուսակցություններով, այդ ամբողջ ենթակառուցվածքը, մեծ ենթակառուցվածք ենք մենք ստեղծել կոնֆլիկտի։ Եվ ճիշտն ասած, այս պահին մենք բախվում ենք խաղաղության մարտահրավերներին, որովհետև մենք գիտենք, լավ թե վատ, ավել կամ պակաս չափով գիտենք, թե ինչպես հարաբերվենք կոնֆլիկտի մարտահրավերներին։ Գիտենք, որ այնտեղից ասեցին կներեք, ես ֆոլկլորի համար այնտեղից ասեցին, «Բոշա, մենք այստեղից պետք է ասենք փչացած»։ Այդ ֆոլկլորի մեջ ենք, այսինքն մենք գիտենք ինչին ոնց արձագանքել։ Իրանք բանաձև բերեցին որևէ միջազգային կազմակերպություն։ Մենք հաստատ պետքա դրան դեմ լինենք, պետք չկա բացել կարդալ եւ հասկանալ ինչ այնտեղ գրած։ Իրանք այսպես ասեցին, իրանք ասեցին, սա մենք պետքա ասենք սպիտակ։ Այս ամբողջ բանը կոնֆլիկտի ենթակառուցվածքը ստեղծված է։ Իրանք միտեղ լոբինգ արեցին, չգիտեմ, կոնգրեսում մի բան, մենք դրա հակառակը պետքա լոբինգ անենք։ Իրանք մենք շատ լավ գիտենք ոնց հարաբերվել կոնֆլիկտի հետ, լավ թե վատ, ստացվել է մեզ մոտ, դա ստացվել է նաև, չգիտեմ, ռազմական առումով ապրել այդ կոնֆլիկտի մեջ տրամաբանության մեջ, իրանք մեկը ասեցին, մենք 10 պետք է ասենք, իրանք 10 ասեցին, մենք 100-ը եւ իրանք էլ իդեպ նույն բանն էլ կարելի է Ադրբեջանի մասին ասել, իրանք էլ շատ լավ կոնֆլիկտի ենթակառուցվածք ունեն ստեղծած, թե ինչպես հարաբերվել Հայաստանի հետ կոնֆլիկտային տրամաբանության մեջ։ Եվ հիմա մենք բախվում ենք խաղաղության մարտահրավերներին եւ շատ հաճախ որպես հանրություն չգիտենք ոնց արձագանքենք։ Ես կոնկրետ ընդդիմության չեմ ասում, որովհետեւ դա իրենց համար կենսամիջավայր է, բայց նաեւ հանրությունը շատ լավ հասկանալով երևի թե որ խոսակցությունը միակ այլընտրանքն է կռվի, թեժ պատերազմի, պետք է ամեն մեկը իր չափով ինչ որ բան այդ անհարմարության զգացողությունը հաղթահարելով այդ բարդությունների միջով անցնելով խոսի իր համապատասխան հոմոլոգների հետ, այսպես ասած Ադրբեջան շատ լավ հասկանալով այնուամենայնիվ ես կարծում եմ որ պատրաստ չենք լավ արձագանքել, որովհետև այդ մանիպուլյացիաներին բաներին կարող են տրվել նաև սովորական մարդիկ, բայց ես կուզենայի նաև արդյոք օգնել մարդկանց լավ ոնց դանդաղ մտածել այս հարցի շուրջ, որտեղ ինքը արագ պատասխանների թեմա չի, եւ հասկանալ, որ մեր ձևը խաղաղության հասնելու այդ բարդ, երբեմն տհաճ, անհարմար իրավիճակներով անցնելն է, որը հաստատ ավելի հեշտ է, հաստատ ավելի հաճելի է եւ հաստատ ավելի հարմար է, քան պատերազմը։ Այսինքն մենք նոր ենք սովորում այս նոր իրավիճակին, ես ճիշտ հասկացա Ադրբեջանի հետ խաղաղություն։ Մենք էլ իրենք էլ եւ շատ դժվար ենք սովորել, որովհետեւ մենք դեռ ես հիմա կոնկրետ բան օրինակներ չեմ բերի, բայց ես նույնիսկ մեր հրապարակային խոսքում երբեմն լսում եմ ոնց է տրամաբանությունը պահիտակ փոխվում այդ հակադարձելու տրամաբանությանը, հակազդելու տրամաբանության իրանց հրապարակային խոսքում էլ մենք դա նկատում ենք, այստեղից արձագանքում են որոշ խմբեր չեն արձագանքում, նկատի ունեմ, որ մենք այդ բանի տրանսֆորմացիայի փուլում ենք եւ ես տեսնում եմ, որ մենք հաջողած երկու երկրներով հաջողած դուրս կգանք այս փուլից։ Հակադարձությունների տրամաբանության մեջ տեսեք երեք պատվիրակներից մեկը Արեգ Քոչինյանը ուղիղ մեջբերում էր Հիկմետ Հաջիևի խոսքերը, ուղերձները, որ փոխանցել էր վերջինիս միջոցով, ասում է, որ Հիկմետ Հաջիևը ուղիղ փոխանցել է հայ հանրությանը, հասարակությանը, որ պատերազմն իրենց համար ավարտված է, կոնֆլիկտը նույնպես եւ այս իրավիճակից, այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակից իրենք ուզում են գնալ խաղաղության ճանապարհով եւ որ ամենակարևոր շեշտադրումներից մեկն է Հայաստանից տարածքային պահանջներ չունեն։ Հիմա Հիկմետ Հաջիևի այս ուղիղ մեջբերումները, եթե անդրադառնանք, ինչպես կարելի է հավատալ այս խոսքերին կամ այս ուղերձներին Բաքվից եկող այն դեպքում, երբ մենք լրիվ հակառակ ռետորաբանություն ենք լսում, երբեմն դուք էլ գիտեք այդ Զանգեզուրի միջանցքի մասին, ինչ որ ենթադրյալ քարտեզների մասին կամ ոչ այնքան ենթադրյալ, բայց այդ քարտեզներում ինչ որ տեղանունների մասին, արևմտյան Ադրբեջան թեզի մասին ու այսպես շարունակ։
մի կողմից, այսինքն մենք լսում ենք Բաքվից, որ կոնֆլիկտն ավարտվել է, տարածքային պահանջներ չկան, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք նաև հակառակ զուգահեռ process-ը։ Երկրների միջև շարունակում է լինել անվստահություն, փոխվստահության բացակայություն, կասկածամտություն միմյանց նկատմամբ եւ դրանք սնող իրավիճակներ, ես կարծում եմ, որ մենք իրենք ինչ-որ չափով սնում ենք այդ իրավիճակները, որովհետև մենք շատ դժվար ենք այս փուլերից դուրս գալիս։ Ես բնականաբար տեսնում եմ Ադրբեջանի քաղաքականությունից, որ ինչպես ասում են գետնի վրա, իրականության մեջ, իրանք վարում են կոնֆլիկտի հաղթահարման քաղաքականություն, բայց ռետորաբանության մեջ շարունակում են այդ խնդիրները լինել եւ ես կարծում եմ, որ դա հիմա չեմ ուզում ինչ-որ հոգեբանական բաների շերտերի մեջ խորանալ, ես կարծում եմ, որ դա նաև ապահովագրության տարբերակ է, անվստահության ամբողջությամբ չհաղթահարված լինելու եւ այլն, էլի սա մի խնդիր է։ Մեկ այլ խնդիր է գիտական ճշմարտությունը, ակադեմիական ճշմարտություն, որովհետեւ գիտությունների ազգային ակադեմիայում էր այս հարցի մասին խոսել Ալիևը եւ ես կարծում եմ, որ ակադեմիաները պետք է շարունակեն զբաղվել գիտությամբ եւ պետք է շարունակեն գիտության միջից ճշմարտությունը դուրս բերելու իրենց առաքելությունը իրականացնել ոչ թե քարոզչությամբ։ Իհարկե ցանկացած երկրի գիտնականի բարեխղճության չափանիշը նաև սեփական երկրին չվնասող գործողություններ անելը, իրենց գիտական հետազոտությունների մեջ ուշադիր լինել եւ այլն, սա մի ուրիշ հարց է, հա, գիտական էթիկայի մասով ուրիշ հարց է, բայց ես նաև գիտեմ, որ շատ պրակտիկ գիտեմ, որ երկու երկրների գիտությունները որոշակի դրվագներում ունեցել են քարոզչական դրսևորումներ։ Հիմա Ադրբեջանը շատ մեծ ներդրումներ է անում իր գիտության մեջ, որպեսզի էլի իրանց պետական քաղաքականության նպաստող հետազոտություններ եւ նարատիվներ դուրս բերի։ Հայաստանը նույնպես մեծ ներդրումներ է անում գիտության մեջ, սակայն չմիջամտելով բովանդակությանը եւ սա երևի հետաքրքիր առիթ է խոսելու այդ մասին, որ Հայաստանում գիտությամբ զբաղվող որոշ ընդդիմադիր գիտնականներ չեն զլանում, հետևողականորեն միջազգային գիտական հարթակներում փորձել ապացուցել, որ Հայաստանը կոնֆլիկտացիոն երկիր է եւ Հայաստանն է հրահրել պատերազմը։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանի գիտնականները փորձում են խաղաղության իմիջ ստեղծել։ Եվ այստեղ մեր հարցը պետք է ուղղված չլինի Ադրբեջանին, Ադրբեջանի ակադեմիային, Ադրբեջանի նախագահին, Ադրբեջանի գիտնականներին։ Այստեղ մեր հարցը պետք է ուղղված լինի ինքներս մեզ։ Ինչու՞ մենք ընդհանրապես զբաղված։ Եվ ինչ է անում, որ մենք դրել ենք գիտություն որոշ գիտնականների դեպքում, ովքեր ակնհայտ քաղաքական գործիչներ են, ուղղակի պարապ են մնացել հեղափոխությունից հետո եւ որոշել են իրանց նախկինում ձեռք բերած գիտական աստիճանը ամենայն հավանականությամբ ես գուցե հիմա ինչ-որ քան որ անուն չեմ տվել դժվար ինչ-որ մեկի անմեղության կանխավարկածը խախտեմ, բայց ամենայն հավանականությամբ բանակից խուսափելու համար ձեռք բերված գիտական աստիճանը Հայաստանի Հանրապետության դեմ քաղաքական նպատակահարմարությամբ օգտագործող գիտնականներին պետք է մեր հարցը ուղղված լինի։ Եթե մենք մեր ներս նայենք, եթե մենք նայենք մեր պատմությանը, մեր մշակույթին, մեր ապրած աշխարհագրությանը, մենք այդտեղ խնդիր չենք ունենա, նորմալ գիտական հետազոտություն անենք, կտեսնենք ով, որտեղ, ինչքան, երբ, ինչպես է ապրել։ Մենք ամաչելու բան չենք ունենա, եւ մենք այո կունենանք համակեցության պատմություն, նաեւ Կովկասյան տարածաշրջանի մուսուլման ժողովրդի հետ եւ դրանից էլ ամաչելու պատմություն չենք ունենա, ամաչելու առիթ չենք ունենա, բայց երբ որ այդ քարոզչությունն է դառնում գիտություն դեռ մի բան է սեփական պետության դեմ, այդ դեպքում մենք ոչ թե պետքա պատտվենք Ադրբեջանի ակադեմիային հարցեր տանք, Ադրբեջանի գիտնականներին հարցեր տանք, այլ մի հատ տեսնենք մենք ինչով ենք զբաղված։ Նոր գնանք հասնենք այնտեղ։ Մենք մեր խնդիրները մենք կարող ենք մեր տանը լուծել։ Մենք մեր խնդիրները մեր տանը կարող ենք լուծել։ Մենք եթե մենք ինքներս բարեխիղճ լինենք մեր աշխատանքում, ընդ որում խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չի, եւ հատկապես քաղաքական գործիչների մասին չի, եւ հատկապես հետազոտողների մասին է, մենք խնդիր չենք ունենա։ Քանի որ գիտության ոլորտի մասին խոսեցիք եւ նաեւ այդ մասնագետների ինչով ենք մենք զբաղված, ասացիք, պիտի մենք մեզ նայենք, թե ինչով ենք զբաղված եւ վերջին շրջանում ընդդիմադիրները, եթե չեմ սխալվում, հատկապես դաշնակցականները շատ են խոսում այդ մասին, թե ինչ իրավիճակում, ինչ պայմաններում են գիտության ոլորտի մարդիկ, գիտնականները Հայաստանում, նաեւ նրանց
մարտավարձի պայմանների մասին են խոսում։ Հիմա կա այսպես ասեմ, համարժեք պայմաններ, որպեսզի այդ պայմաններում նաև գիտնականը կարողանա ստեղծագործել։ Այն ինչ վերաբերում է պետության ֆինանսավորմանը գիտության ոլորտում, ես կարծում եմ, այդ առիթով երևի հրապարակային հայտարարելու նույնիսկ կարիք չկա գիտնականների իրենց տներում նստած եւ էկրանների առջեւ եթե նայում են մեզ նստած անպայման գիտեն թե ինչա տեղի ունենում եւ բոլոր մարդիկ ովքեր զբաղվում են գիտությամբ, մենք միակ ռազմավարությունը, որի բոլոր թիրախներին մենք հասել ենք, գիտության ռազմավարությունն է եղել եւ մենք նոր գիտության ռազմավարություն ենք մշակում։ Այդ մենք մեր արժեվ դրված նպատակներ, թե աշխատավարձային ֆոնդի, թե գիտական հրապարակումների առումով հասել ենք։ Ով ինչից խոսի, ինձ թվում է դաշնակցություն պետք է գիտության մասին լրի, որովհետեւ ամբողջ գիտահետազոտական ինստիտուտների մի զգալի մասը կործանվել է, չեմ ասում փակվել է, կործանվել է դաշնակցության առաջնորդի տարիներին, ոչ այնքան առաջին պատերազմի տարիներին, որքան այդ 2000-ականների առաջին կեսին ուղղակի գիտություն վերացել է եւ հիմա որ դուք նայեք գիտնականների տարիքին Հայաստան գիտությամբ զբաղվող մարդկանց տարիքին, այդ արանքում, այդ 40-50 տարեկան մարդկանց շրջանում ուղղակի մեծ փոս է։ Մարդիկ չեն գնացել գիտություն։ Հիմա գիտնականները առատորեն ավելանում են 30 տարեկանի շրջակայքում մարդիկ, այսինքն նոր գիտություն մտնող մարդիկ են եւ իհարկե շատ մեծ տարիքի մարդիկ 70 եւ ավելի տարեկան մարդիկ են գիտնականների շրջան, որոնք ցավոք սրտի գնալով պակասում են եւ դա տրամաբանական ու օբյեկտիվ է ու այստեղ արանքում գիտությամբ զբաղվող մարդկանց ռեսուրս չի կուտակվել։ Այդ ինչի մասին է, այդ վիճակագրությունն ենք թե քանի տարեկան մարդիկ են գիտության ասպարեզում զբաղվում, գիտությամբ զբաղվում, շատ հասկանալի կլինի թե դա ինչի մասին է եւ ում ցուցանիշների մասին է, թե ով է գիտությամբ զբաղվում։ Ինչ վերաբերում է գիտնականների աշխատավարձին, ես կարծում եմ դա ծիծաղելի է ընդհանրապես այդ մասին խոսելու, որովհետեւ ինչքան մեր կառավարությունն է ավելացրել գիտության ֆինանսավորումը, ոչ թե 100, 200, այլ մի քանի 100-400%-ով մինչև որոշ ոլորտներում մենք ավելացրել ենք ֆինանսավորումը եւ դա գիտեն գիտնականները։ Այլ հարց, թե որոշ հետազոտողներ իսկապես ինչով են զբաղված, որովհետեւ դա գիտության ոլորտում մենք չափանիշներ դնում ենք հետազոտության միջազգայնացման հարցում, բայց այսինքն Սկոպուսում տեղ գտած ամսագրերում հրապարակվելու մի քիչ ազգային գիտաժողովն, բայց ոչ բովանդակային, հա մենք չենք էլ ուզում ունենալ բովանդակային վերահսկողություն եւ այն անհանգստությունները, որոնք ես ասում էի նախորդիվ, դա որպես հասարակագիտական ոլորտի հետազոտող եմ ասում։ Ես ինքս այդ ոլորտում աշխատում եմ եւ գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Որպես այդ ոլորտի հետազոտող եմ ասում, որովհետեւ այդ մարդիկ պարապ մնալով, հա, քաղաքականությունից պարապ մնալով դարձել են Հայաստանի դեմ հարցակվողներ, ես չգիտեմ ուրիշ ինչպես ասեմ, դա իհարկե շատ չնչին թիվ է կազմում, բայց հրաշալի հղումներ են մեր դեմ աշխատել ցանկացողների համար։ Քանի որ գիտնականներից խոսեցինք, եկեք նաև պատմաբաններին անդրադառնանք։ Ընդդիմադիր պարբերականներից մեկը գրում է, մեջբերում եմ, տխմարները չեն ընկալում, որ իրենց ու իրենց ընտրողներին հետագայում պատմաբանները որպես քաղաքակրթության հասցեին ծաղր ու վիրավորանք են նկարագրելու, ուղղված է ձեր լրագրության մասն եք խոսում, ոչ թե պատմության իհարկե։ Եվ լրագրության եւ պատմության, այսինքն պատմաբանները հետո նաև այդ զանգվածին են թիրախավորելու, ինչպես հիմա բազմիցս արվում է վաղաշաբաթի ընտրություններից հետո էլ տեսանք, որ ընդդիմադիր մի զանգված եւ նաեւ լրատվամիջոցներ ինչպես այդ ընտրողներին ժեխ անվանեցին ու այսպես շարունակ։ Հիմա էլ զգուշացնում եմ, որ նույն բանը որոշ ժամանակ հետո կարող են պատմաբաններն անել։ Մեղքի զգացում։ Դե մեր պատմաբանների վրա հարձակումները վաղուց են սկսվել, հիմնական դասագրքերի շուրջ աշխատող մարդկանց են թիրախավորում, ինչ շատ տգեղ եւ տհաճ է, որովհետեւ առնվազն այդ ես երկու գիտնականի գիտեմ, որոնց թիրախավորել են դասագրքերի վրա աշխատել բերումով եւ երկուսն էլ իրանց ոլորտում, իրանց միջավայրում գիտականին գնահատողը գիտական միջավայրն է գներել, գիտական գնահատողը հանրություն չի, որովհետեւ հանրությունը գիտական լրագրողները չեն նկատում են բան չի, էլի ընտրություն չի որ գնանք քվեարկենք տեսնենք որ գիտնականն ավելի որը ավելի վատ իր ակադեմիական միջավայրն է եւ այդ մարդիկ իրենց ակադեմիական միջավայրում հայտնի են որպես բարեխիղճ գիտնականներ բնականաբար ես չեմ կարող բոլոր գիտությունների մասին այդ դատողությունները անել որովհետեւ ես մենակ իմ ոլորտի վերաբերյալ կարող եմ ասել էլի որ նա իմ ոլորտի վերաբերյալ կամ գիտականության մասին գնահատականներ տալ բայց այդ մարդիկ իրենց եւ վստահում եմ այդ մարդկանց բարակայում իրենց ոլորտի ներկայացուցիչ
գործիչներին, հետեւաբար ձեր հարցը պատմաբանների մասին չէր, բանի լրագրողների մասին էր, թե ինչ գնահատական կտա մեր ժամանակաշրջանի պատմությունը, կարծում եմ իհարկե դժվար թե հեղինակը առիթ ունենա իմանալ, գուցե նույնիսկ մենք առիթ չունենանք իմանալ, բայց ընթացիկ քաղաքական գործիչների համար միշտ բարդ է դա ասելը, բայց ինձ համար ակնհայտ է, որ եթե մենք անշեղորեն գնանք այս ճանապարհով, սա կոնֆլիկտի հաղթահարման պատմություն է լինելու եւ բնականաբար այն մարդիկ, ովքեր այս պահին եղել են ժողովուրդը, այս պահին ընտրել է կոնֆլիկտի հաղթահարման ճանապարհը, սերունդների կողմից հիշվելու է դրականորեն, որովհետեւ ես որպես 90-ականներին ծնված մարդ, ես գիտեմ, որ իմ հոգում, իմ ներսում ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր ժամանակին կոնֆլիկտը չեն լուծել եւ այդ բեռը փոխանցել են ինձ։ Անկախ նրանից, այն ժամանակ ընդ որում ավելի նպաստավոր պայմաններ կային լուծելու, չէ՞։ Օրինակ։ Դե նկատի ունեմ ռազմական ավելի մեծ հաջողություններ կային եւ հետեւաբար ավելի նպաստավոր պայմաններով կարող են լուծել, ինչ ա եղել իրանց տրամաբանությունը, հետաձգենք մենք չտեսնենք ինչ ա լինում, հետո դե այդ մեր երեխաները թորները ոնց կմնան այս կոնֆլիկտի տակ, թող իրանք որոշեն, որում մեծ անտարբերության պայմաններում ես կարծում եմ, որ այդ մեծ բողոքը քաղաքացիների, որոնք միլիոններով թողելու Հայաստանից հեռացել են, պետք է արտահայտվեր կոնֆլիկտի դեմ բողոք ներկայացնելով։ Մենք գուցե այդ ժամանակ ճնշում լիներ քաղաքական ղեկավարության վրա, իրանք լուծեին այդ կոնֆլիկտը եւ չժառանգեն ինձ, ձեզ, մեզնից ավելի կրտսերներին, վերաբերում է լրագրությանը, ես կարծում եմ, որ լրագրողներն իրենք պետք է իրենց համայնքի գնահատականները տան։ Վաղուց արդեն անցել են ժամանակները, երբ մեր քաղաքական գործիչներից գնահատականները լրագրողների նկատմամբ ինչ-որ բան որոշում է կամ փոխում է, դուք լրագրող եք, դուք կարդացել եք այդ հոդվածը, ձեզ դուր է եկել այդ հոդվածը։ Դուք հպարտորեն եք ուրիշ տեղերում պատմում ձեր մասնագիտության մասին։ Երբ ձեզ հարցում են դուք ինչ մասնագիտություն եք, դուք հպարտությամբ եք ասում ես լրագրող եմ։ Ես հպարտությամբ եմ ասում, որ ես գրականագետ եմ։ Ինձ որ հարցում են դու ինչ մասնագիտություն ունես, ես հպարտություն եմ ապրում իմ մասնագիտության մասին։ Ընդ որում ես կարծում եմ, որ լրագրությունը շատ լուրջ մասնագիտություն է, եւ պետք է մարդիկ հպարտանային այդ մասնագիտությամբ, բայց ինչ են վերածել, ես 20 թվականին կամ 21 թվականի հունվարին կամ 20 թվականի դեկտեմբերին գնացել եմ Կապան Ճակատան գյուղի բնակիչների հետ հանդիպման, պատերազմից պատկերացնում եք ինչքան է անցել այդ Գորիս Կապանի պատմությունն է, որ պատկերացնեք էլի ես չգիտեմ այդ զգացողությունները հնարավոր է վերստեղծել, որ մարդիկ ամեն օր սպասում են, որ իրանց տուն բանա, չգիտեմ, զենք է մտնելու, էլի, տաք զենք է մտնելու, չգիտեմ, իրանց գլխի վերևով կարա ինչ-որ բան անօթ թռչող սարք պատտվել, հարցում ենք ինչ պրոբլեմ ունենք, ասում են ինչ պրոբլեմ ունեք, ինչ կուզեք անենք ձեզ համար, ասում են այդ լրագրողներին լրացրեք։ Այսինքն եթե սովորական մարդիկ այդքան զայրացած են, որ իրենք կենսական հարցեր թողած բան են, լրագրողների մասին են արձագանք տալիս։ Ուրեմն կներեք, ես դա իմ մտահոգվելու բանը չի։ Ես բնականաբար քաղաքացիների հետ խնդրանքին չեմ ընդառաջելու։ Թող իրանք հարցեր լուծեն։ Ես առաջարկել եմ եւ բազմիցս նաեւ իմ գործընկերներին եւ ես կարծում եմ այդ մեխանիզմները կաշխատեն, առաջարկել եմ որ մենք էթիկայի մարմինների միջոցով այդ հարցը կարգավորենք, այսինքն թույլ տանք իրանց ինքնաստեղծ մարմինները աշխատեն եւ մենք դիմենք ես միշտ երբ որ կոնկրետ ինձ վերաբերող դրվագալինու, որտեղ հասցեատերը պետք է նաև բան դիմող լինի, միշտ դիմում եմ էթիկայի մարմիններին, թող իրանք իրանց համայնքով իրանց արածներին գնահատական տան, ինչի պետք է ես մտնեմ իրանց համայնքի գնահատականի մեջ։ Ճիշտ այնպես կնեք, ինչպես օրինակ պատգամավորական էթիկայի մասին ես կարծում եմ, որ պետք է ազգային ժողովը խորհրդարանը ունենա հանձնաժողով, որտեղ մենք մեր վարքի մասին գնահատական կտանք եւ մենք կամ կամա չենք ասել, որ պատգամավոր ենք, կամ չենք կամա չի ասել, որ պատգամավոր ենք։ Ճիշտ նույն ձևն դուք եք դրա պատասխանը, դուք եք այդ հարցի հասցեատերը, ոչ թե ես։ Կարծում եմ ամեն մեկը իր տեղում իր անելիքն ունի եւ իր մասով պիտի մասնագիտական համայնքը շատ կարեւոր է այդ հարցում։ Համոզված եմ, կիսում եմ ձեր այդ տեսակետը։ Անդրադառնանք ավելի թեթև թեմաների։ Ռոբերտ Քոչարյանը չկերտավոր ասած ընկերացել է արհեստական բանականության հետ, գրում է որ վաղուց է ընկերացել, չէ՞ անցած անգամ ասուլիսին ցույց տվեց նկար ասեց, միթե բան չեն ամաչում էս։ Նախագահները հետո պարզվեց որ բան է, սխալ է հասկացել AI-ով գեներացրած նկարը
բանը արել, դրել է իսկական նկարի տեղ եւ սկսել է քաղաքագիտական վերլուծությունել, չեք հիշում եք ասելիս։ Հիշում եմ, բայց ամեն դեպքում լավ նախադեպ է, որ արհեստական բանականությունը այսպես արդեն ընկերացել է իր հետ ու փորձում է նաեւ հարցեր ուղղել, ասում եմ այս անգամ հարցրեցի առանց քրեական հոդվածի մարդը կարող է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, արհեստական բանականությունը զարմացել է, ասել է, որ աբսուրդ է, նման բան հնարավոր չէ։ Դուք կիսում եք արհեստական բանականության այս տեսակետները Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Ինչու մարդը ինչու է մարդը դատապարտվում։ Այդ հարցը շատ հաճախ է հնչում իր կողմից։ Ընդհանրապես խորհուրդ կտամ արհեստական բանականության հետ խոսել, իր հետ աշխատել հստակ ձևեր կան, իմանալ, որ ինքը ուղղորդող դիրքորոշումներին փորձում է հաճոյանալ, երբ որ հարց հեղինակը հարցնում է ինքը բանն այդպես բնավորությունն են արհեստական բանականությունները եւ պետքա կարողանալ այնպես հարցը ձևակերպել, որ գլխի չընկնի քո դիրքորոշում, որպեսզի օբյեկտիվ պատասխան տա։ Չեմ կարծում թե կարողացել է պարոն Քոչարյանը այդպես ձևակերպի հարցը, բայց սա մի հատ ուրիշ հարց է, կարելի է արհեստական բանականության շուրջ առանձին քննարկում ունենալ։ Ինչ վերաբերում է այն Երևի թե մարտի 1-ի գործով անցնող քրեական գործի մասին եք ասում, որովհետև չգիտեմ ինքը որ գործի շրջանակում է հարցեր տալիս AI-ին, բնականաբար ես քրեական գործի մանրամասների մեջ, հոդվածի մեջ, չգիտեմ իրանց ինստիտուտի աշխատանքի մեջ նկատի ունեմ դատարանը որպես ինստիտուտ այդ աշխատանքի մեջ չեմ մտնի, ես կասեմ, որ մենք ունենք դատավճիռ մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացած, որը պարտադիր ենթակա է կատարման Եվ վերջին խորհրդարանական լսումների ժամանակ դատախազը խոստացել է, որ ընթացք է ստանալու այդ դատավճիռը հրապարակային ասել է, քանի որ դա պետության պարտավորությունն է հասկանում եք, չէ՞ որ ոնց որ եթե մենք համաձայնել ենք այդ վերպետական ատյանին միանանք, որպես դատական ատյան պետք է նաև մեր պարտավորությունները հավուր պատշաճի կատարենք եւ եթե չեմ սխալվում, այդ վճռում գրված էր, որ պետություն չի կատարել իր պարտավորությունը մարդկանց կյանքի իրավունքը ապահովելու եւ ապա նաեւ արդար դատաքննություն իրականացնելու մարդկանց կյանքի իրավունքը ապահովելու դրվագը առնվազն տարածում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վրա, ինչքան ինքը պնդի որ ընդամենը 40 օր էր մնացել, 40-ը դուրս եկավ ինքը գնաց, բայց թե Լևոն ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը ունեն պատասխանատվություն այս գործի մեջ, իհարկե մենք էլ ունենք, որովհետեւ ես կարծում եմ մի դատավճիռը նաեւ այն մասին է Ինչից բողոքում է պարոն Քոչարյանը, ասելով, որ իրեն ոնց որ լավ չեն դատում, որովհետև մեր անգործությունը նույնպես մի դատավճռում գրված է, ես համաձայն եմ իր հետ եւ ես ընդհանրապես համաձայն եմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր հարց են հնչեցնում դատապարտվելիս միթե այս երկրի ամենամեծ հանցագործը մենք ենք, այո, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը AI-ի հետ քննարկում է իր քրեական հոդվածի հարցերը, մնացած մարդիկ օբյեկտիվորեն իրավունք ունեն հարցնելու, թե միթե Այսքանի մեջ ձեր աչքը մեզ տեսավ։ Ես կարծում եմ, որ դատախազությունը պետք է հնարավորին սարակ եւ բարեխղճորեն կատարի իր արժեվ դրված պարտականությունը, որովհետեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան վճիռը ենթակա է պարտադիր կատարման եւ սա նաեւ դատախազության աշխատանքի արդյունավետության ցուցիչներից մեկը կլինի, երբ որ ինքը կարողանա նկատի դատախազը արդեն տարեկան հաղորդման այդ ժամանակ արդեն հստակ կլինի դատախազություն կատարել է իր աշխատանքը թե ոչ ես չեմ մտնել քրեական գործի մանրամասների մեջ դա իմ գործը չէ իմ գործը դատախազին դրելն է դատախազությանը ֆինանսավորում տրամադրել ամեն տարվա բյուջեով եւ հետեւելը որպեսզի ինստիտուտները աշխատեն եթե ակնկալիք է նա որ ես պետքա բոլոր ինստիտուտների գործը անեմ դատավճիռ կարդամ դատախազի տեղը մեղադրեմ փաստաբանի տեղը պաշտպանեմ ես այդ ֆունկցիաները չեմ կատարելու եւ մենք այդ լիազորությունները տվել ենք դատախազությանը եւ դատախազությունը խոստացավ որ կձեռնարկի անհրաժեշտ միջոցները հա Հայաստանի արդարադատության համակարգը դանդաղ է ես էլ եմ դրանից բողոքում ինչպես բողոքում է պարոն Քոչարյանը անարդյունավետ է ես էլ եմ դրանից բողոքում ինչպես բողոքում է պարոն Քոչարյանը եւ վաղուց արդեն ժամանակն էր արհեստական բանականություն ցանցած լինելու կոնկրետ գործերի Իսկ ասում եք Գառնանը հուսում ենք երբ որ դատախազը գա այդ տարեկան զեկույցը ներկայացնելու ավելի առարկայական կլինի որոշ դատական գործերի նույն մարտի 1-ի մասով Դե մարտի 1-ով միեդի վճիռ ունենք չի կարող էլի ինքը հիմա սեպտեմբերին վճիռը եղել է ինքը ապրիլին մայիսին գա զեկուցման եւ ասին դեռ մտածում ենք ինչ որ բան անել չէ ինչ որ բան պետք է արած լինի երբ որ գա Այսինքն միետի վճիռը կներեք ճակերտավոր ասած նաև ինչ որ իմաստով ամոթանք էր մեր դատական դատա իրավական Այո ամոթանք էր եւ ոչ միայն Քոչարյանի Սերժի ժամանակներն այլ մեր այ
մեր ժամանակներն ես ներողություն եմ խնդրում, ես ուզում եմ հիշեցնել, որ անցած տարի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը, երբ որ Հայաստանի արդարադատության վերաբերյալ զեկույց էր հրապարակել 24 թվականին գարնան զեկույցի մասին եմ ուզում հիշեցնել, այնտեղ գրված էր, որ քանի որ նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը չեն կրում պատիժներ անվերջ դատական գործերի մեջ եւ դատավճիռներ չեն կայանում ու իրանք պատժված չեն 7 տարի անց, այն ժամանակ 7 էր կարծեմ, կամ 6 եւ ավելի տարի անց հեղափոխությունից մարդկանց մոտ արդարադատության համակարգի նկատմամբ վերաբերմունքը սասանվել է։ Ու մարդիկ չեն վստահում արդարադատության համակարգին այդ բանի բերումով։ Այդ բանի բերումով, երբ որ մարդիկ այդ երկու գործիչների, այն մնացած գործիչներին մի կողմ եմ թողում, այդ երկու գործիչների հետ կապված հարցերը քաղաքական են փորձում մեկնաբանել, պետք է ուշադրություն դարձնել, որ դա արդարադատական համակարգի ամբողջ արդարադատական համակարգը վնասող գործընթացներ են իրականացրել, որ արձանագրում է միջազգային կառույցների մակարդակով, որովհետև ինչ է ըստ էության, հա, պետ դեպի զեկույցը ուզում ասել իր փիլիսոփայությունը, որն է մարդիկ տեսնում են, որ մարդիկ հանցագործություն են կատարել եւ չեն պատժվում, որովհետեւ ունեն կապեր, փող, ազդեցություն, լծակներ, լավ իրավաբաններ վարձելու հնարավորություն եւ մտածում են ոչ թե եկեք այլևս հանցագործություն չանենք, այլ մտածում են ինչպես անենք հանցագործություն եւ միաժամանակ ունենանք կապեր, փող, լավ փաստաբաններ վարձելու հնարավորություն Եվ դա խաթարում է արդարադատության միջավայրը։ Եվ այստեղից նաև Տիկին Ղազարյան հաջորդ հարցը նաև արդարացի մեղադրանք կա ինչ-որ իմաստով, որ այս մարդիկ անցնում են տարբեր վարույթներով, տարբեր քրեական գործերով, բայց միաժամանակ կարողանում են մասնակցել մտնել ընտրապայքարի մեջ, ավելի անցնում են գործերով։ Խորհրդարանում այո ձևավոր են ընդդիմություն եւ այսպես այս իրավիճակը խորհրդարանում շարունակվում է դեպի։ Եկեք իրանց իրավական եւ քաղաքական կարգավիճակները իրաց տարանջատենք։ Իրավական կարգավիճակով իրանց բոլոր մարդկանց դեպքում գործում է անմեղության կանխավարկած քանդեր չկան դատավճիռներ, իսկ դատավճիռներ լինելու դեպքում ոչ բոլոր քրեական հոդվածներով պատժված մարդիկ են, որ չեն կարող կամ իրավունք չունեն արգելված է մասնակցել քաղաքական գործընթացներին։ Իսկ միշտ քանի դեռ չկան դատավճիռներ, որոնց մեջ նաև որպես վճիռ արգել կլինի քաղաքական գործընթացներին մասնակցելը, այդ մարդիկ իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ եւ պետք է լինեն քաղաքական գործընթացի մեջ։ Է խոսվում այդ միլիարդներից է խոսվում, որ պիտի պետությունը հետ վերադարձնի հոգուտ պետության, այսինքն մարդիկ խոսում է, այո, ես ասած իրավական իրավական համակարգի խնդիրն է, ասածս ինչա, չի կարող ԿԿՀ-ն որոշել չգրանցել մարդուն, ում չգրանցելու արգելք չկա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, չէ՞ գրանցում իրանց թղթերը, երբ որ իրենք որոշում են քաղաքական գործընթացների մասնակցել։ Որևէ կերպ, որևէ իրավական ճանապարհով, ոչ թե քաղաքական կամայականության ճանապարհով, ինչի ես դեմ եմ, որևէ քաղաքական ճանապարհով պետք է այդ մարդկանց արգելված լինի քաղաքականության մեջ ներգրավել, քաղաքականությամբ զբաղվել, հակառակ դեպքում գիտեք, երբ որ պետության տալիս ես մեծ հայեցողական լիազորություններ, այսինքն ինչ-որ ձև, ինչ-որ մարմնի տալիս ես, որ ինքը կարող հայեցողաբար սրան գրանցի, նրան չգրանցի, դա կարող շատ ավելի վնասարար հետևանքներ ունենա, քան այն, ինչ որ հիմա կատարվում է, քան Քոչարյան քաղաքականությամբ զբաղվել կամ Սերժի քաղաքականությամբ զբաղվել։ Ավելի վնասարար հետևանքներ կարող լինի։ Դրա համար պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, այսինքն ակնկալել, որ ես որպես քաղաքական գործիչ պետք է ինչ-որ կերպ խանգարեմ նրանց քաղաքականությամբ զբաղվել, քաղաքականության մեջ մասնակցել, դա սխալ է առնվազն եւ չեմ պատրաստվում խանգարել։ Խանգարելու միակ միջոցը իրանց դեմ քաղաքական գործունեությունն է։ Եվ քանի դեռ իրանք քաղաքականությամբ զբաղվում են եւ քանի դեռ իրանց ընտրում են եւ այդ մարդիկ, որ ովքեր իրանց ընտրում են, գոյություն ունեն, էլի իրական մեծ հետ ապրող, մեր շուրջն ապրող մարդիկ են, որոնց բարեկեցության համար մենք ամենօրյա ջանք ենք ներդնում, թե գործադիր եւ թե օրենսդիր մարմիններում մեր ամենօրյա աշխատանքը ուղղված է այդ մարդկանց բարեկեցությանը, որոնք ընտրել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակցությունների եւ պետքա նաեւ դա հաշվի առնել, հա, այդ մարդիկ մեր երկրի քաղաքացիներն են, մեր երկրի մարդիկ են եւ սա հաշվի առնելով պետքա իրանց հետ հարաբերվել։ Քան դեռ իրանք ընտրվում են եւ քան դեռ չի եղել ինստիտուցիոնալ կամ քաղաքական ճանապարհով իրանց հեռացում քաղաքական կյանքից մենք քաղաքական գործիչներս այդ հարցում միջամտելու իրավունք չունենք։ Կլինի մարտի 1-ի դատավճիռը պայմանական, որտեղ կլինի նաև արգել քաղաքականությամբ զբաղվելու։ ԿԿՀ-ն թող չգրանցի։ Ես այդ հարցում չեմ միջամտել, ես դարձյալ էլի վերադառնում եմ այն տեքստին, որ
մի քիչ առաջ ասում է, ակնկալի վեր քաղաքական գործիչները պետք է բովանդակային միջամտություն ունենան այս կամ այն հարցում, սկսած քիչ առաջ խոսած մեր ակադեմիական բովանդակությունից վերջացրած դատական վճիռների կամ կենտրոնական դրական հանրությունների աշխատանքին, դա սխալ է, որովհետև այդպես ինստիտուտներ չեն կայանա։ Հիմա կարող է իրանք վատ են աշխատում, բայց հիմա հույս կա, որ կկայանան։ Երբ որ մենք քաղաքական գործիչներս կսկսենք միջամտել, եթե երբևէ սկսենք միջամտել, այն ժամանակ ընդհանրապես հույս էլ չի լինի, որ իրանք երբևէ լավ կաշխատեն։ Հիմա այս եզրակացությունից գանք մեկ այլ հարցի, տեսեք, Սամվել Կարապետյանը, որին հիմա որոշակի զանգված համարում է քաղբանտարկյալ, այդ թվում նաև ընդդիմությունը, հիմա ուժ է գրանցել, այսինքն շարժում, որը դառնալու է հետագայում կուսակցություն եւ նաև հայտարարում են արդեն, որ գալու են եւ դառնան քաղաքացիական պայմանագրի գլխավոր հակակշիռ։ Սամվել Կարապետյանի մասով գիտեք, երբեմն ասում են, որ ինչպես կարելի է մեկ անմեղ հայտարարության համար մարդուն ձերբակալել ամիսներով։ Չէ՞ որ ես քրեական գործը մեկնաբան։ Չէ, չեմ ուզում քրեական գործը մեկնաբանեք, բայց ամեն դեպքում այստեղ էլի այդ բարբերաբար շարժումը գրանցվելու հարցը։ Շարժումը, հետո կուսակցությունը, հետո ընտրապայքարի մեջ մտնելու առումով հատկապես շատ են մեղադրանքները, որ Սամվել Կարապետյանը իր դրսում աշխատած գումարները բերել է եւ այստեղ փորձում է ինչ-որ process-ներ գեներացնել։ Հիմա այստեղ հարց, եթե այս մեղադրանքները կան, որ մարդը դրսում աշխատած գումարները իր բիզնեսով գոյացած գումարները բերել է եւ փորձում է քաղաքական process-ներ գեներացնել, նորմալ է, որ գրանցվի այդ ուժը։ Ավելի քան նորմալ է։ Ընդհակառակը, քանի դեռ ինքը շարժում է եւ ոչ թե կուսակցություն, որևէ վերահսկողական մեխանիզմ, թե որտեղից եկան այդ գումարները, ինչ չափով եկան, ինչպես ծախսվեցին, չունի որևէ ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որ իրանք կդառնան կուսակցություն, դուք գիտեք, որ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է օտարերկրյա ֆինանսավորման արգելք, անհատական կորպորատիվ ֆինանսավորման արգելք, այսինքն չի կարող կորպորացիան կուսակցությանը ֆինանսավորել, պետք է անհատները ֆինանսավորեն։ Չի կարող օտարերկրյա քաղաքացին ինձ անձամբ եղել է, որ մի քաղաքացի, մի քանի քաղաքացի տարբեր առիթներով, ասենք նախընտրական քարոզչության շրջանում գրել են ոնց փոխանցենք ԿՊ-ին գումար, չգիտեմ, Լոս Անջելեսում ենք Տիկին Ղազարյան կամ չգիտեմ Մոսկվայում ենք։ Եվ ես իրանց ասեմ, որ չեն հարցրել եմ քաղաքացիությունը, ասել որ օտարերկրյա քաղաքացիան չնայած նրան, որ հայ են եւ հետեւում են իրադարձություններին, ասեմ, որ չեք կարող փոխանցել։ Այդ գումարը ավտոմատ գնում նստում է պետական բյուջեի ֆոնդին, հա։ Չեն կարող օտարերկրացիները ֆինանսավորել Հայաստանում կուսակցություններ, չեն կարող կորպորացիաները ֆինանսավորել Հայաստանում կուսակցություններ։ Տաշիր գրուպը իրավունք չունի կուսակցություն ֆինանսավորել, դա արգելված է, եւ չեն կարող անհատները որոշակի շեմից բարձր ֆինանսավորել, այդ 10 միլիոն դրամից ավելի մի անհատը չի կարող մի տարվա ընթացքում մի կուսակցության փող փոխանցել։ Կլինի դա Նարեկ Կարապետյան կամ որևէ այլ անունացկանով մարդիկ։ Եվ այդ ֆինանսավորումն էլ, որ գալիս է կուսակցության հիմնադրամին, կա վերին շեմ, թե ինչքան կարող են ծախսել նախընտրական քարոզչության ժամանակ, ինչքան ընթացիկ ծախսերը ամբողջությամբ աուդիտ են ասնում ամեն տարվա վերջ հաշվետվություն է ներկայացնում ԿԿՀ-ն այդ հաշվետվությունը ստուգում է այդ հաշվետվության հիման վրա եզրակացություններ են կատարվում որոշակի ամբողջ կուսակցության ղեկավար մարմինը հայտարարագրվում է, այդ հայտարարագրերը հրապարակային են, մարդիկ տեսնում են ով ինչքան եկամուտ, գույք եւ փող ունի։ Այսինքն այն թափանցիկությունը, որ ապահովված է կուսակցությունների ֆինանսավորման հարցում, ես կարծում եմ, որ ոչ միայն մեր ձևով շարժում պետք է դառնա կուսակցություն։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էլ պետք է դառնան կուսակցություն։ Եվ բարձրաստիճան հոգևորականներն էլ պետք է դառնան կուսակցություն, նրանք ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել։ Որովհետև Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու ձևը կուսակցություն ունենալն է։ Այդ բոլոր տարօրինակ բաները ֆիլիալները, չգիտեմ ինչեր է, կորպորացիաները, կազմակերպությունները, որոնք հələ ինքնահռչակ քաղաքականությամբ են զբաղվում, իրանք պետք է գան մեր հետ նույն դաշտում, նույն կանոններով մրցեն։ Իրանք ուրիշ դաշտում են, ուրիշ կանոններով են խաղում, ուզում են մեզ հետ մրցել։ Եվ երբ որ ասում եք չեք վախենում, հա, ես վախենում եմ, որտեղ ես չգիտեմ ինքը ինչ է խաղում։ Ես չգիտեմ ինքը ինչ խաղ է խաղում։ Ես գիտեմ իմ խաղի կանոնները, ինքը գնացել է ուրիշ խաղի կանոններով, եկե ֆուտբոլ են խաղում, ինքը բաներով, բոքսի ձեռնոցներով մտել է դաշտ։ Չէ, իրականում նորմալ կլինի, երբ որ բոլոր ֆուտբոլի դաշտում ֆուտբոլ խաղացողները բոլոր ֆուտբոլի կանոններով խաղան, հա։ Նորմալը դա կլինի։ Եվ ես կարծում եմ, որ պետքա բոլոր քաղաքականությամբ զբաղվել ցանկացող մարդիկ որևէ կերպ դառնան կուսակցության անդամներ, իսկ խմբերը դառնան կուսակցություններ։ Դա լավագույն բանը կլինի, որ կարող է տեղի ունենալ։ Հիմա մենք չգիտենք, չէ, այդ բանը ջերուցիչները, որ առնում շարում են փողոցներում, ինչքան են առել, ոնց են ձեռք բերել, ինչքան գումար են ծախսել հանրահավաքի վրա։
Երբ որ կլինենք կուսակցություն, այդ ամբողջ ծախսը կերևա եւ շատ ավելի լավ։ Շատ ավելի Եվ այդ հայտարարությունները, քանի որ վերջին շրջանում այս տաղավարից էլ շատ է հնչում այդ միտքը, որ եկեղեցականները կարող են իրենց դեմքով մասնակցել կամ անձամբ Գարեգին բան կարող է իր դեմքով մասնակցել ընտրություններին, ինչու եմ ասում, չեք վախենում պարտվելուց, որովհետև մեր ձևովն էլ է ասում, որ գալու է եւ հաղթի քաղաքացիական պայմանագրին այս բոլոր ուժերը եւ նաեւ զգուշացնում են, թե ինչ է լինելու դրանից հետո։ Թող գան, բարով գան, մենք քաղաքական մրցակցության քաղաքական պայքարի ցանկացած մեկի հետ համաձայն պատրաստ ենք դուրս գալ։ Կաթողիկոսի։ Ցանկացած քաղաքական գործի։ Եվ ես նրան համարում քաղաքական գործիչ։ Ցանկացած քաղաքական գործի հետ մենք պատրաստ ենք այդ մրցակցության դուրս գալ, բայց իրանք քաղաքական չեն գալիս։ Հասկանում եք իրաց խնդրեմ որն է։ Իրանք ասում են մենք շարժում ենք, մենք աջակիցներ ենք, մենք եկեղեցի ենք, մենք էս ենք, մենք չէ Ժորժ ջան, դուք բոլորդ քաղաքական գործիչներ եք, դուք բոլորդ կուսակցություններ եք, եկեք իրար հետ այս քաղաքական դաշտում քաղաքական կանոններով խաղանք։ Գնացել են կրոնական կանոններով քաղաքականությամբ են զբաղվում, չգիտեմ, ասենք եկեղեցին գրկեն նստել են, որ քաղաքականությամբ զբաղվեն, ընդ որում վաղ շաբաթի ընտրությունները դրա գնահատական շատ լավ տվեցին։ Ինչի գնահատականը Գարեգին բան պիտի հեռանա թե Իրենց քաղաքական գործունեության գնահատականը շատ լավ տվեցին, այսինքն իրանք մեկա չէ քաղաքական մրցակցության մեջ էին մեզ հետ եւ նաեւ ամբողջ այդ բանը վաղաշաբաթի ընտրությունները վերածեցին վստահության հանրակրվեի ըստեյության, հա, գոնե այդ լոկալ մակարդակում իրանք քաղաքական գործունեության մասին մարդիկ ասեցին թե ինչ են մտածում իրանք քաղաքական գործունեության մասին։ Իսկ եթե ուղիղ իրենց դեմքով մտնեն, օրինակ կաթողիկոսը։ Դե ավելի լավ։ Կարող է պատմի, որ Սևակ Խաչատրյանը ավելի բարձր վարկանիշ ուներ, քան Կտրուշ Ներսիսյանը։ Ձեր կարծիքով ինչի վաղաշաբաթում այդ արդյունքներն ունեցանք։ Մարդիկ կային վաղաշաբաթի ընտրությունից 1-2 օր առաջ, ասում են, եթե քաղաքացիական պայմանագիրը 2018 թվականին, չէ, քաղաքացիական պայմանագիր չէ։ Եթե Նիկոլը 2018 թվականին ասած լիներ, որ ես գալիս եմ արշավեմ եկեղեցու դեմ, ինքը մի ձայն չէր ստանա։ Հետո դրա հաջորդ օրը տեղի ունեցան ընտրությունները եւ տեսանք արդյունքները, որը այս խոսակցության ֆոնին է տեղի ունենում։ Ես չեմ պնդում, որ բոլոր քվեները եղել են Կտրիչ Ներսիսյանի հեռացման առիթով, բայց առնվազն քաղաքացիական պայմանագրին աջակցած բոլոր մարդիկ առնվազն անտարբեր են այդ հարցի նկատմամբ։ Կլինի նա այնտեղ, չի լինի, ուրիշը կլինի, ել չեմ ասում, որ մեծ մասն էլ աջակցում է։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, կհանդիպենք։